Դե նախորդ լեկցիային տեսանք ոնց կարանք բուստինգի գաղափարը օգտագործենք, որ այդպես բան անենք։ Ամեն մի քայլի եղած սխալները սովորելով իրան այդպես բավականին արագ ջիգարով ամեն հաջորդ ծառը նախորդների հիմքով առաջ գնալով լավ ջիգարով overfit-անի, բայց overfitting-ի հարցը լուծենք մի քանի հիպերպարամետրով ու գանք լավ արդյունքների հասնենք։ Ասենք որ դա տենց են ինդուստրիայի ստանդարտն է հիմիկվադրությամբ, բայց իրան scale-օրնով չենք օգտագործելու, լիքը խելացի շատ հավես որոշումներ ա կայացվել, թե ոնց օպտիմիզացնել իրան ու տարբեր ժանրներից, ասենք նեյրոնային ցանցերից խելացի գաղափարներ ա բերվել։ Այսօր ուղղակի կնայենք տենց այդ խելացի գաղափարներից մի մասին ու առանձին կնայենք XGBoost, Extreme Boosting գրադարանը, որը երևի ամենատարածվածն է, Light GBM-ը, որը ամենասիրածնային, Light, որովհետև տենց թեթև ու արագ է շատ, էլի, ու Cat Boost-ը, որ տենց կատեգորիկ feature-ների վրա է հիմնականում իր акցենտը դրած։ Այս մեկը Microsoft-ն է սարքել, տարօրինակաբար լավ բան են արել։ Այս մեկը Yandex-ն է սարքել, այս մեկն է Վաշինգտոնի համալսարանից են տենց բան արել, պատրաստել։ Այս sense դրել եմ, որովհետև բան, ոնց որ մեր օֆիսում օրինակ LightGBM-ը տենց մի այլ աստիճանի ստանդարտ մոդել է բանած, էլի, որտեղ tabular data ունենք, ուղղակի երկրորդ տարբերակ չկա, էլի, գնում ենք միանգամից LightGBM ենք անում ու վերջ։ Բայց XGBoost-ն էլ է շատ լավ է, էլի, երկուսն էլ շատ լավն է։ Գնանք XGBoost-ի հետ կապված իր ռեգուլարիզացված օբյեկտիվը, հենց loss-ը, այդ իր ռիսկը, ռեգուլարիզացված ռիսկը թե ոնց է սահմանում։ Կես բառով կխոսանք structure score-ի մասին, մի քիչ ինժեներության տեսանկյունից կհասկանանք, թե ոնց են արել, որ արագ է աշխատում։ Կխոսանք հետո LightGBM-ի տրուկերի մասին, CatBoost-ի տրուկերից մի հատիկի մասին, ճիշտ սիմետրիկ ծառերի մասին։ Ու մեկ էլ վերջի գաղափարը կխոսանք stacking-ից, թե ոնց կարանք մոդելները բռնենք իրար կպցնենք տարբեր ձևերի, ոչ թե տենց պրոստը հերթով իրար հետ սարքի, այլ ասենք լինի մոդել, որը որ սովորի, թե ամեն մի մոդելին ինչքանով է բա այնտեղ դնում, լինի ասենց ասած մետա մոդել։ Առաջինը XGBoost-ը։ Այս ամենի կոդերը կարող մտնեք նաև կահակին խորհուրդ կտամ մտնել բան դոկումենտացիաները թերթել մի քիչ 16 թվից եկած բան են գրադարան հոդված են ու իրանց առաջի գաղափարներից մեկը այնա որ իրանք իրանց օբյեկտիվը որ պետք է մինիմիզացվի մեջը կա իհարկե այս կտորը իսկ Y-ին ու այս մեր նախորդ մոդել գումարած այս մեր նոր սարքած մոդելը այնտեղ նախորդ սլայդում հաշ էր բայց B որպես base մոդել էլի այսինքն այդ 8-րդը, որ առաջի 7-ին պետքա ուղի հեսա, այդ դրան բռնում ավելացնում են, ասում են մի հատ է գամա անգամ T, որտեղ T-ն դա տերևների քանակն է։ Տերևների քանակը ինչքան շատ է, այդքան մոդելը մեծ է, չէ՞։ Այդ ու գումարային տերևների քանակ էլի, ոչ թե հենց այդ մի հատիկ բանի տերևների քանակ։ Այսինքն իրան ոնց որ ասենք ոնց է որ ասում ենք բանարա, ինչ որ լամդա անգամ ու պարամետրերի վրա L2 կամ L1 նորմ ենք հաշվում, որ այտենց շատ մեծ մոդել, շատ ճկուն մոդել չդառնա, այստեղ էլ ճկունությունը դրանով ենք իրաց համընապակում։ Հետո կակրած մեր բանից, այս L1, L2 որ կա, կան L1, L2-սով պարամետրեր, որոնք որ նայում են այդ կոնկրետ տերևում եղած արժեքների մասին։ Այսինքն մենք չենք ուզում լինի մի հատ ինչ-որ տերև, որտեղ ջիգարով մեծ ազդեցություն է ինքն իրանով ունենում, էլի։ Որտեղ այդ ջիգարով մեծերը հիմնականում այտենց շատ ուժ են ունենում ու ոնց տեղ ենք խոսում, ինչքան մեծ պարամետր, ինչքան մեծ կոեֆիցիենտներ ենք ունենում, այդքան ավելի հավանական է overfit անենք։ Նույն գաղափարը ոնց որ այդ տերևի մեջ եղած արժեքներին է վերաբերվում ու իրա վրա ենք այդպես բան ավելացնում, ռեգուլարիզացիա ավելացնում ու արդեն այս սրա հետ ենք փորձանալ օպտիմիզացնելուց։ Այս իր առաջի խելացի գաղափարն է։ Երկրորդ խելացի միտքը որ անում է, դա նա որ հիմա այս loss-ը ունեմ, չէ՞, այդ ռիսկը ունեմ, ասում արի բռնեմ սրա շուրջ Taylor-ի մոտարկում անեմ երկրորդ կարգի։ Taylor-ի մոտարկում որ անի, այս առաջի արժեքը մեր մոտ լինելու է ըստ էության բանը։ Մեր ըստ էության լինելու է մեր pseudo residual-ը։ Այսինքն մենք ունենալու ենք loss գումարած ինչ որ հիպերպարամետր անգամ, բան չէ, ոչ հիպերպարամետր չէ։ Ինչ որ այս մեր base learner-ի արժեքով որ գնում ենք ընկում, Taylor-ի լրիվ Taylor-ն ուղղակի բացած գրած էլի։ Ստեղ ունենալու ենք մեր pseudo residual-ը, երկրորդ մասում էլ մեր մոտ գալու է բան, Hessian-ը, չէ՞, երկրորդ կարգի հացացյալը արդեն։
Ինքը օգտագործում է նաև այս երկրորդ կարգի ածանցիալը, որ ինչ-որ չափով մեզ վերցնի ստանա բան։ Այտենց իր ուռուցիկության մասին ինֆորմացիա կարողանա իր մեջ ներառի։ Ոնց որ պատկերացնենք, այս որ loss-ը ունենք, այդ loss-ով ոչ թե այսպես մի հատ ածանցիալ ենք բանանում, այդ իր pseudo-residual-ը, այլ արդեն այդ մեր loss-ին ոնց որ փորձում ենք պարաբոլով ստեղ բռնենք մոտարկենք, էլի։ Իսկն երկրորդ կարգի բան ենք իր համար գծում։ Հա, հետո մի քիչ ավելի տեխնիկական թե ոնց է անում ու քանի որ ծառի դեպքում պարամետրեր չունենք, որպես այդպեսին կարանք մենակ ոնց որ տերևի մեջ եղած արժեքի հետ գործանենք, այդ տերևի մեջ եղած արժեքը ոնց է ինքը դզում փչում, այդ ուղղելու պահը ինքը ոնց է անում, այդ սլայդով եթե կուզեք կարող ավելի մանրամասն նայեք ոնց է իրան բերում ճիշտ բանի, բայց մեզ կարևորը միտքն է ստեղ, էլի։ Ու արդեն ինքը հետո իր սպլիտ լինելու կրիտերիան սահմանում ասնում է, որ նայում է տեսնի այս ծնողում եղած պատմությունը եթե մի հատ էլ բռնեմ ինչ որ հավելյալ հիպերպարամետր սահմանեմ ու այս իմ սաղ մոտեցումով շարժվեմ, այս իր հեշյանով, ուգանով, pseudo-residual-ով եւ այլն, այս իմ երեխեքի մեջ, այս իմ ուզած չափից, իմ ուզած չափի գոնե լավացում կբերի, թե չէ, եթե չի բերի, չեմ կիսվի, կբերի, կկիսվի։ Բայց հա, այս ոնց որ երկու հիմնական գաղափար, այսինքն օգտագործի ռեգուլարիզացիա ու pseudo-residual ցանկում գնամ մի հատ էլ հեշյան հաշվի Taylor-ի մոտարկում օգտագործելով շատ արագ ասցի տեխնիկական դետալները, որովհետև շատ մանրամասն պետք չեն մտքի մակարդակով օքեյ էր, բայց մտքի մակարդակով լավ կլինի, որ օքեյ լինի, էլի։ Արագության հետ կապված ինքը դե միշտ մեկա միանգամից մեջը սահմանափակում դնում ենք, որ ըստ խորության սահմանափակի։ Սպլիտերը մենք բան ենք անում, գեյնի վրա հավելյալ պայման ենք դնում, որ ինչ որ մի հատ բանից մեծ լինի այս սաղ պատմությունում մեր ավելացումը, ոչ թե պրոստը ընտրում ենք ամենաշատ ավելացում տվողը, էլի։ Ու նաև հետո վերջում իրան կտրտում ենք նայելով, որտեղ որ ավելացումները մեր սրտով չեն։ Դրանով իրան մի քիչ փոճրացնում ենք, բայց սա ոնց որ ինչ որ տենց սուպեր վաու մտքեր չկար մեջ, հա։ Ուժորդ մեկ էստեղ մի հատ նշում, որ այս սաղ օգտագործած գաղափարները իրան աճեցնելություն սաղ չէ։ Ինչ որ մի մասը կապ չունի բուստինգ ենք անում sense հերթով, թե ուղղակի ծառեր ենք միջինացնում իրար հետ։ Այս օրինակ հաջորդ գաղափարը ինքը ուղղակի ծառի մակարդակով է, էլի, արդեն անտառ կլինի թե բուստինգ կարևոր չի։ Այդ գաղափարը այն է, որ եթե ունեմ ստե ինչ որ x1, x2, x3 եւ այլն, չեմ բռնի իսեմ ամեն ինչի միջնակետը վերցնեմ, որովհետև այտենց կունենամ խայտարակ շատ կիսելու կետեր ու մի մասը անիմաստ կլինի, էլի։ Մենք պատկերացրեք, ես իմ տվյալներն են, իրենց հիստոգրամն է։ Այսինքն ստեղ իրանք լավ կուտակված են, ստեղ էս փոչերում քիչ տվյալ կա։ Հիմա օրինակ իմաստ ունի այս երկուսի արանքը բռնեմ ստուգում դնեմ։ Մի հատ էլ այս երկուսի արանքը, մի հատ էլ այս երկուսի, մի հատ էլ այս երկուսի։ Չէ։ Ստեղ համարյա տվյալ չի ապրում։ Լավ կլինի ոնց որ մի քիչ ավելի կենտրոնացված անեմ ու հաշվեմ իրանց խտությունները։ Դրա համար մի մոտեցում այդ այնա որ ուղղակի բաները հիստոգրամ գծի ընդ բիների քանակ բանման արդեն տեխնիկական հարցեր է գայս էլի ոնց ընտրեմ։ Բայց օրինակ այս հիստոգրամը որ գծեցիր արդեն այս հիստոգրամի ինչ որ արժեքներով ընտրի։ Այսինքն կարիք չկա բռնել ու սենց սաղ կտորներով նայել, էլի կարելի է նայել այս տվյալների խտությամբ։ Որտեղ որ տվյալները խիտ է, այդտեղ շատ կիսումների բաներ վերցնենք։ Այդ մի միտքն է, մյուս միտքը ավելի տենց ավելի լավ երևացող այդ percentile-ն է։ Percentile-ը մեր մոտ բանն էր, թե ոնց որ 15-րդ percentile-ը ասում էր, թե ինչ արժեքից են կոմա տվյալների 15%-ը։ Հիմա եթե ես բռնեմ հաշվեմ օրինակ կվարտիլները ոնց էին Q1, Q2, Q3, Q4 25-25%-ով վերցնում էին։ Եթե օրինակ կվարտիլները ասես 25, 50, 75 վերցնեմ, ես կարամ տվյալները բաժանեմ 5 կտորի, օգտվելով իրականում, հա, ներողություն, եթե չէ, փոքրով եմ ասում, 25-ից փոքր, 50-ից 75-ից 100-ից օրինակ, եթե տենց նայեմ, 4 հատ սպլիտով կունենամ 4 հատ կտոր, բայց 4-ի մեջ էլ լիքը տվյալ կա, ոչ մեկ անիմաստ չի։ Կարամ իրան այսպես բռնեմ նայեմ, այսինքն օրինակ այս կտորում քիչ արժեք կա, մի հատ սպլիտս կլինի այս կետով արած։ Հետո ստեղ միանգամից շատանում է, նայեք ինչքան բարձր է, հաջորդը ավելի մոտիկ կլինի։ Այս մեկը էլ ավելի մոտիկ, ստեղ էլ ավելի խիտ են գալիս մնում։ Այսինքն մենք թողենք, որ տվյալների բաշխումը թելադրի, թե սպլիտերը ոնց է արվում։ Ոչ թե տուփը բռնենք մի աշխարհ լիքը սպլիտ անենք։ Այս մոտեցումը բանի երկուսի մեջ էլ կա, համ LightGBM-ի, համ XGBoost-ի մեջ էլ կա։ Լիքը բան որ բան անենք, երկուսի մեջ էլ կա իրականում ու դրա համար որ
Դա համար ասում էլի երկուսն էլ շատ լավ են աշխատում էլի, այտենց սուպեր վաու տարբերություն չկա թե որ մեկը կօգտագործվի։ LGBM-ը ուղղակի նաև օպտիմիզացիայի տեսանկյունից ինձ մի քիչ չափից շատ օպտիմիզացված, բայց դրա մասին մի քիչ ավելի ուշ։ Մյուս բանը, որ երկուսն էլ օգտագործում են հավեսով, այդ բացակայող արժեքները, կամ ասենք զրոներ, օրինակ one-hot encoding-ի ժամանակ լիքը զրոներ կան, իրենց դարձնում են ուղղակի որպես default կատեգորիա։ Այսինքն ես կգնամ ինչ-որ սպլիտեր ման կգամ, ու մի հատ կունենամ մյուս սպլիտ, հենց ասած, հետենա որ տվյալ չկա օրինակ։ Այդտեղ իրանք բնական ձևով միանգամից NA-ների հարցը լուծում են, էլ պետք չի բռնել երկար խորանալ բան անել, missing value-ները լցնել, մինչդեռ օրինակ գծային ռեգրեսիայի համար կգնփա ուղղակի մոդելերը, ինչպես կարա բացակայող տող ունենաս մեջը, կամ ոչ թիվ ունենաս մեջը։ Ու նաև ոնց որ իրենք որ իրենց գցում են պրոստը որպես առանձին մյուս ճյուղ, default-ով էլի, էլ չեն էլ նայում ուղղակի առանձին իրենց վրա split անեն, թե չէ, որովհետև ոնց որ իրենք այն մյուսն են միանգամից, էլի։ Ավելի արագ են։ Եթե ինչ որ լիքը բացակայող արժեք ունի տողը, իր վրա ավելի արագ կաշխատի զուտ ինքը, էլի։ Sparsity-ն տենա թե ինչքան ոնց որ ինչքան բան է, ինչքան բացակայող է մեր մոտ, ինչքան հայերենով լավ թարգմանություն կա, բայց չեմ գտնում։ Ինչքան սուղ է երևի։ Բայց հա արագացնող կոմպոնենտները այնա որ արվում է այդ մեր ստոխաստիկ gradient boosting-ը, այսինքն այդ մեր bagging-ի գաղափարն են կիրառում, որ որոշ տվյալների վրա աշխատի։ Սյուներից ենք ծաղկաքաղանում, դրա համար մի քիչ ավելի փուճուրանում, ավելի արագանում է։ Ու մյուս այդպես լավ կարևոր պահն է, որ այս boosting-ը ինքը հաջորդական է իհարկե։ Այսինքն ես չեմ կարա սարքեմ երրորդ ծառը, քանի դեռ երկրորդը չկա։ Բայց ես կարամ օրինակ երրորդ սյունով կիսվելու ձևերը ուսումնասիրեմ, քանի դեռ երկրորդովը չի փորձվել։ Այդ սպլիտեր մանգալը կարա GPU-ի բան, կարա զուգահեռացվի։ Այդ զուգահեռացվելը ահագին արագացում է մեզ տրամադրում, էլի։ Մի հատ էլ խելացի Իսկ ինչ-որ սահմանափակում կա այդ սպլիտերի մեջ, թե մենք ենք որոշում չափը։ Ինչ իմաստով սահմանափակում, այսինքն քանի հատ սպլիտ, թե Հա, քանի հատ սպլիտ օրինակ էլի, թե մենք ենք դա որոշում խորությունը։ այդ բանով, քանի հատ, այսինքն մի հատ է ինչքան բան լինի, այսինքն Հա, այս մեր ամենակարևոր հիպերպարամետրն է, ամենակարևոր հիպերպարամետրից է լինում, թե ինչքան թողենք ինքը խորանա։ Հիմնականում այս boosting-ի միտքը որենա, որ հասարակ մոդելներ ենք իրար միացնում, ինչ որ 1-ից 3 թիվ ենք դնում, էլի, երևի ասենք 2 օրինակ։ Մի հատ հետաքրքիր միտք, որ նեյրոնային ցանցերից է գողացած, այդ դարթն է։ Dropout-ը հանդիպում է բազմաթիվ գումարող ռեգրեսիոն ծառերին։ Ինքը ասում է բռնենք բան անենք։ Երբեմն սա որ նեյրոնային ցանցերից ինտուիցիան չկա, մի քիչ կարա գժական թվա, բայց իր միտքը նա որ հավելյալ overfitting ավելացվի, հավելյալ overfitting-ի դեմ պայքար ավելացվի, բան անում։ Ու նաև արագանա։ Ասում է, արի գիտես ինչ։ Երբ որ 5 հատ ծառ սարքել ես օրինակ, ու հիմա 6-րդը պետք է օգտագործես, արի 1-1, այս նախորդներից ինչ-որ մի բան անտեսի։ Ուղղակի անջատի։ Սա պարամետր ունի, թե քանի հատն ենք ուզում անջատենք, այդ բզբզալու վրա է իհարկե։ Եթե օրինակ 0 դնենք, նշանակում է, որ ոչ մեկ միշտ էլ բոլորը ներառում ենք։ Եթե 1 դնենք, նշանակում է, որ բան, ոնց որ նոր ծառ սարքելուց նախորդներին լրիվ անտեսում ենք, այսինքն բոլորին անջատում ենք, drop-out-ը ոնց որ դուրս մնալ, էլի։ Բոլորին ուղղակի գցում ենք մի կողմ, չենք օգտագործում, այդ կլինի random forest։ Արանքում մի բանը արդեն կարա կոմպրոմիս լինի, էլի։ Իր իդեան հատկապես նորմալ ցանցերից եկող այնա, որ մենք չենք ուզում թույլ տանք ոչ մի կոնկրետ ծառ չափից շատ քաշ ունենա։ Ոնց որ պատկերացեք դասարան լինի, որտեղ մի հատ աշակերտ կա, որ տենց գերազանցիկն է մեջի, սա հարցերին պատասխանում է ծերիսեր եւ այլն։ Գումարային որ սա դասարանին հարց տանք, ամեն անգամ պատասխան կլսենք, կարող է մտածենք, որ բանը լավն է, դասարանը լավն է, բայց իրականում ուղղակի այդ մի հատիկ աշակերտի վրա overfit են կարել, էլի, օրինակ եթե իրան ասենք ձախ շարք, ով կարա պատասխանի ու այդ աշակերտը աջ շարքում դինի, արդեն կպարզվի, որ հոպ արդեն լավ խնդրեմ ունենք, էլի։ Այդքան ընդհանուր առմամբ դասարանը միջինում լավ չի սովորում, էլի։ Բայց եթե օրինակ մի շոր ժամանակ ասենք ձախ շարք դուք պետք է պատասխանեք, այդ ձախ շարքում չի լինի այդ աշակերտը ձեռ բարձրացնի, ստիպված այդ ձախ շարքը պետք է սովորի։
Մյուս անգամ որ ասենք աջ շարք, հիմա դուք պետք է պատասխանեք, ստացվի աջ շարքում է պետք է պարտադիր սովորողներ լինեն։ Այդ մեր drop-out-ի գաղափարն է, որ ստեղ էլ օգտագործում են ու բավականին օգնում է, ստիպում է, որ բոլոր ծառերն բավականին լավը լինեն ու ոչ մի ծառ ինչ որ չափից շատ տեղաշոր չէ, վերմակը իր վրա չքաշի։ Ու ավելի արագ է դառնում ամեն ինչ, էլի։ Այնտեղ իհարկե նրբություն կա, որ երբ որ միշտ բան է, երբ որ ավելի քիչ բաներով ես գուշակություն անում, ավելի քիչ բան ես գուշակում, ավելի փոքր արժեք ես ստանում, այնտեղ կա որ scale-ը դզում են, էլի, այսինքն կոպիտ ասած ծառերի կեսն եմ օգտագործել, այսինքն պետքա 10 հատ բան գումարի, 5 հատ եմ գումարել, այդ 5 հատի գումարածը անգամ 2 կանեմ, որ մի քիչ միջակայքը դզվի, մի քիչ կոպիտ ստեղ ասացի, բայց մտքի մակարդակով անում դեպքում սա այսքանն էր։ Ու XGBoost-ի որոշ խելացի տրյուկեր։ Հիմա IGBM-ի ինչ որ խելացի տրյուկեր կասենք, որ կրկին, ասում եմ IGBM-ի չի նշանակում, մյուսը չի օգտագործում, էլի։ Ուղղակի ավելի շատ ոնց որ Իրանի նորույթն են եղել։ Անցնենք IGBM-ին, սա էլ մի տարի հետո 2017-ին է եկել ու անունը ոնց հիշում եմ Light շատ արագ է աշխատում, էլի։ Որ պատկերացնեք, ես ոչ մի անգամ GPU չեմ օգտագործել աղյուսակային տվյալների հետ։ Չնայած որ դեպքեր եմ ունեցել, երբ որ բան մի 10 միլիոն տողեր մի 200 սյուներ, եթե չեմ սխալվում, ու իմ նախորդ կոմպի վրա էր դա։ Այնտեղ իմ մոտ լուրջ խնդրեմ էր կարդալ տվյալները, ու պրոստը հիշողության մեջ որ տեղավորվեն, էլի, բայց սովորացնել իրենց վրա boosting-ի մոդել, IGBM-ը ֆանտաստիկ ընտիր աշխատացնում անում էր։ Դա շատ են արագացրել, էլի։ Very fast, low memory, հրաշք բան է։ Ու ինքը տես default արժեքներով բավականին լավ միանգամից աշխատում է ու կատեգորիկ տվյալների միանգամից ավտոմատ լավ մի խոսքով հեսա ավելի հետաքրքիր բաների միած ուշադրություն դարձնենք իրաց մի հատ լավ կարևոր իդեան որ տարբերվում են ուրիշներից այդ տերևի մակարդակի աճն է ոչ թե ճյուղի մակարդակի այսինքն ինչ են ասում են եթե պետքա միշտ ոնց է գծում այսպես է չէ գծում ամեն ինչ ես այսինքն ամեն մի ճյուղի վրա, ամեն մի տերևում կիսում ենք, չէ՞, մինչև որ օրինակ խորությունը հասնի 3։ Այս IGBM-ը ասում է, եղբայր, եթե պետք է կիսեմ կիսելու խաթր, արի կիսեմ, որովհետև արժի կիսել։ Ինքը այդ այսպես որ մի level որ հարկ գնալուց ուսափում է, ասում է, ես ամեն մի տեղում անհատական կորոշեմ, ուզում եմ կիսեմ, թե չէ։ Արդյունքում ինքը ավելի քիչ տերևներ է ունում, ավելի քիչ բանով է ավելի քիչ իտերացիաներով ազգանիտում, ավելի քիչ տերևներով շատ հաճախ ունենում։ Ու պետք է արդեն ոնց որ ստեղից զգուշ լինենք, ու նաև թե ոնց որ ինչի արժի մի քիչ ցոտիկի այս ամեն ինչին ուշադրություն դարձնել սովորելու մակարդակով, քան ստե պրոստը բռնել օգտագործել։ Օրինակ այս նրբությունը որ գիտենք, ուրեմն եթե այն ժամանակ ասում եմ պետքա max depth-ը կարևոր պարամետր լինի, սրա համար արդեն կարևոր պարամետրը num leaves-ը։ Այսինքն եթե ուզում եմ սահմանափակեմ սրանք կսահմանակեմ ըստ խորության, սրանք կսահմանակեմ ըստ տողերի քանակի։ Կարամ իրան սահմանափակեմ օրինակ 2-ի ու ինչ որ աստիճան max տողեր, որ իմանամ, ասենք 3 մակարդակից այնքան չի գնա, բայց կարամ նաև ավելի շատ ճկունություն ունենամ ըստեղ։ Մենք սրանով ունենամ ավելի փոքր ճյուղեր, ավելի փոքր ծառեր, ավելի արագ նաև հետևաբար։ Okay, մյուս խելացին կդա GOSS-ը, Gradient Based One-Side Sampling։ Ինքն էլ ասում է, ոնց է որ այնտեղ boosting-ի ժամանակ ասում էինք, եկեք այն տողերի վրա, որոնք որ վրա քիչ է սխալվում, իրենց քիչ ուշադրություն դարձնենք, բայց այդտեղ իրականում դարձնում ենք չէ ուշադրություն, ոնց որ տողը կա, ուղղակի իր համար ասենք արժեքը փոքր է, ինքը փոքր արժեք պետք է սորի գուշակել, բայց նայ չի տողը չկա։ Նույնն էլ ADA boost-ը, տողին քաշ է տալիս, բայց տողը մեկը հաշվի է առնում։ Իսկ այս մեր IGBM-ը, ասենց դնում են ժոստկիով, ասում են, չգիտես ինչ, եթե փոքր սխալանքը փոքր է, բռնում գցում եմ իրան մի կողմ։ Չէ։ Արդեն իր վրա ինչ սովորել եմ, ավել պետք չի տանքը։ Ու այս կոնկրետ տվյալներից շփոթում եմ։ Այսինքն բռնում նայում ենք իր բանը, այդ gradient-ը ասենց ասած, կարա լինի դա ուղղակի residual է, էլի։ Ինչքան ենք սխալվում իր վրա։ Ու ինչ որ threshold-ի հետ համատում ենք։ Եթե շատ է սխալվում, եթե threshold-ից բանը քիչ է սխալվում, թողեցինք մի կողմ։ Եթե շատ է սխալվում, օգտագործում։ Իրականում մի քիչ ուրիշ մոտեցում է մոտները, լրիվ չեն բռնում շփոթում, ասում են արի բռնենք, ու այս շատ սխալվողների մեջից օրինակ 20%-ը պահեմ, օրինակ։
քիչ սխալվողների մեջից, ասենք, իր 5%-ը, որ ես կենտրոնանամ որ նես չլինի, որի վրա որ ինչ որ պահի լավ է աշխատեք, գցում եմ մի կողմ, որովհետև լավ է աշխատեք, կարա հետո վատանա, չէ՞։ Որովհետև boosting որ անում ենք, ծառայել սա իրարից կախված է։ Գուշակությունները փոխվում է, կարա արդյունքում հետևանքների բերի, էլի նոր ծառը։ Կարա փչացնի նաև, էլի նախորդին մի քիչ տեսականորեն, էլի։ Բայց հա դրա համար ասում եմ երկու տեղից է պահեմ, բայց հիմնականում պահեմ դժվարների մեջից, որի վրա որ գործ կանելու իրենց վրա գործ անում։ Որտեղ գոսի գաղափարը։ Okay, հիմա բանը exclusive feature bundling-ը, bundle նշանակում է հավաքածու, մի քանի բանի։ Իմ կարծիքով սա մեջների են ավենա ինչ որ սուպեր վաու չի միտքը կրկին, բայց նենց լավ խելացի տրյուկ է, էլի։ Exclusive feature bundling-ը ընդհանրապես ոնց որ եթե օրինակ ունենք բան, one hot encoding, ինչը բավականին տարածված է մեր մոտ, իսկ մենք ունենք լիքը զրոներ, ասենք ստեղ մի հատիկ տեղ մեկ։ Ուստեղ էլ ունեմ լիքը զրոներ, ու ստեղ մի հատիկ տեղ մեկ։ Ստեղ մի հատիկ մեկ, ստեղ լիքը տեղը զրոներ։ Եթե օրինակ ունեմ 100 կատեգորիա ենթադրենք, օրինակի համար, կստացվի ոնց որ ես այդ 100-ից 99 տեղը 0 է։ Հիմա ինչքան հավանական է, որ երկուսյուն վերցնեմ, ու երկու տեղն է նույն տեղը լինի մեկ։ Բավականին ցածր հավանական է, չէ՞։ Շատ ավելի շատ է շանսը, որ օրինակի համար եթե ես 3 սյունը վերցնեմ, նայեմ հենց այս սրանք, իրենք տարբեր տեղերում արժեքներ կունենան։ Այսա։ Հիմա ասում եմ, երբ որ իրենց այդ ոչ զրոյական արժեքները տարբեր դիրքերում են գտնվում, բռնի իրենց միավորի դարձրում մի սյուն։ Օրինակ այս 3 սյունը ես կդարձնեմ մի հատ սյուն։ Ինքը օպտիմալ ձևով անելը NP դժվար խնդիր է համարվում, չլուծված ինֆորմի խնդիր է, այսինքն էլի իրան օպտիմալ լուծելը պետք է ուղղակի կոպիտ brute force լինի, էլի բոլոր հնարավոր կոմբինացիաներ հաշվելու։ Բայց ժլատ ալգորիթմը, որը բավականին լավ է աշխատում, ու հա, հիմա բայց ոնց է, ինչ է նշանակում բռնեմ այս 3 հատը միավորեմ իրար, ամեն դեպքում 3-ն է տարբեր ինֆորմացիա են, չեմ ես հայտնում։ Հիմա սա դարձնեմ 0-1-1, սա կնշանակի մի բան, եթե ես նույնը օրինակ պատկերացրեք այս երկու սյուների տեղերը փոխեմ, սա է կլինի 0-1-1, չէ՞։ Բայց այս երկու 0-1-1-ը տարբեր բաներ են պատմում։ Միտեղ մեկը ասում է սա է 1, միտեղ մեկը ասում է սա է 1։ Դա հիմա ոնց միավոր է։ Իրականում միտքը հետարքիր է, բայց այնց ինչ որ բան չի։ Ահա որ դժվար միտք չի։ Ասում եմ բռնի ուղղակի շիֆթեր արա արժեքներ, տեղափոխություններ։ Այսինքն պատկերացնենք ունենք երկու հատ բան, երկու հատ արժեք, մեկը այսինքն 0-ից 10 սյուններ ընդունում, մեկը 0-ից 5։ Ու օրինակի համար ունեմ 3 ու 2 արժեքները։ Ներողություն, ոնց որ ինչ որ դեպքում 3-ը ու լիքը տեղեր 0-ներ, ինչ որ տեղեր 2-ը լիքը տեղեր 0-ներ եւ այլն։ Բայց մի խոսքով, այստեղ սրանց նայում եմ որպես 4 հատ առանձին տող, էլի։ I արժեքը 3, B-ը 0։ Հիմա ոնց սարքեմ իրան դարձնեմ մի հատիկ թիվ, որ ես այս թվին նայեմ ու ինձ ակնհայտ լինի ան ինչա ու b-ն ինչա։ Այստեղ կարող է ոնց որ ես խոսում եմ, որ հաճախ արժեքը 0 է լինում, էլի, այսինքն եթե երկուսն է 0 է, դեպքում արդեն խնդրեմ ունենք, բայց ավելի հաճախ ասենք 3-0, 0-2, 0-4 այդտենց դեպքեր ունենք, էլի, որ մեկը 0 է իրանցից։ Ասում եմ բռնի, ու այս սյուներից մեկը տեղափոխի այն մյուսի մաքսիմալ արժեքով։ Այսինքն ես գիտեմ, այս ան ամենաշատը կարա 10 լինի իր արժեքը, ես այս b-ի արժեքին կգումարեմ 10։ Այսինքն այստեղ եթե մեր մոտ այստեղ բանը կար մեր մոտ, ան կար, i-ին արժեքը տալիս եմ, թողում եմ իր լրիվ նույնը, b-ն չկար, դրա համար այստեղ արժեքը մնաց 3։ Ես այստեղ նայում եմ, տեսնում եմ 3, 0-ից 10 մինչակայքում թիվ, հասկանում եմ, որ արժեքները հիմա 3 0-ն են։ Հիմա այստեղ որ 2-ը արժեքը, այստեղ չեմ կարող գրեմ 2, որտեղ եթե գրեցի 2, կմտածեմ անա 2։ Բայց եթե 2-ին գումարեմ 10, ստանամ 12, արդեն 12-ի դեպքում ես գիտեմ հաստատ արժեքը i-ից չի, ան մինչև 10-ը գնում։ Բայց գիտեմ, որ ես այստեղ արժեքին 10 եմ գումարում, հասկանում 12-ից պետք է հանեմ 10 ու ստանամ 2։ Եղավ 0 ու 2։ Ստե 0-0 էր, սրա մասին բան չեմ կարող ասեմ։ Սա խնդրեմ է, այս մի տողի հետ չեմ կարող գործ անել։ Չէ, վայ ներողություն, վայ, եթե 2-ն է 0 են, ուղղակի արժեքը գրում եմ 0։ Այս արդեն էլի ինֆորմացիա է։ Եթե 0 եմ տանում, գիտեմ 2-ն է 0 է։ 14 տենամ, 10-ից մեծա ուրեմն ան 0 է մեր մոտ, 4-ը ուրեմն բան, 14։ 4-ը ուրեմն 14-ից հանած 4, 4։ Հիմա եթե արժեքը լիներ 3 ու 6, սրա հետ ոչ մի չենք կարող անել։ Սա արդեն այն դեպքն է, որ էքսկլյուզիվ չէ։
երկուսի արժեքները միաժամանակ գոյություն ունեն։ Բայց հա, այս օգտագործելով մենք սյուները կարող կպցնենք իրար ու արդյունքում ստանանք բան։ Բավականին ավելի ճզմված, ավելի քիչ սյուներով աշխատող համակարգ։ Ու այս որ ասում 2.4.0 եւ այլն, սրանք հաճախ գալիս են մեր մոտ label encoding-ից։ Այսինքն կատեգորիկ սյուներ եթե ունենք, իրանց բան չենք, կարանք իրանց բան չանենք, one hot encode չանենք, փոխարենը label encode անենք ու գրենք ոնց որ 1, 2, 3, 4 եւ այլն։ Ու արդեն ծառը կսովորի, ասենք 1-ից 1.5 կիսվել եւ այլն, բայց նաեւ այստեղ ոնց որ կօգտվի միանգամից այս empiric բան, նայություն empiric չէ, exclusive feature bundling-ի գաղափարից մեր մոտ։ Իհարկե ոնց որ labeling code անելը կարա խնդիրներ բերի այն առումով, որ ասենք օրինակ գրենք, եթե արժեքը նայենք 2-ից մեծ է, 3-4-ը մեջը կհանդիպի, բայց 3-4-ը կարող իրարից կապ չունենա, բայց երբ որ մենք իրան պրակտիկ բանով մենք ուղղակի գրում ենք categorical features-ը հավասար է ու իրան տալիս ենք սյուների ցուցակը, ու այդ սյուները մենք label encode արած ենք լինում, ոչ թե one hot encode ենք անում ամեն ինչը։ Ու ինքը գիտի, որ այս label encode արած թվային սյունը ինքը իրականում կատեգորիկ է։ Բայց label encoding-ի մեջ ենք իրան հասկացնում, էլի, ու նաև այս այն պատճառներ, թե ինչի դասերի սկզբում ասել էի label encoding-ն էլ նշենք, որովհետև նավդ օգտագործվում է, էլի։ Ինքն իր գաղափարով 1001 օգտագործվում, բայց որպես IGBM-ին փոխանցելու բան օգտագործվում է, էլի։ Catboost-ի մասին էլ մի երկու բառով, որովհետև ինքը շատ որպես տենց ինքն էլ այս սրանց մեջի մյուսն է, էլի, ասենց ասած։ Yandex-ն է սարքել Պրախարյանկովան 2018 թվին, իրանք ենք էլի, ոչ թե ինքը։ Ինքն էլ կատեգորիկ feature-ների վրա է շատ կենտրոնացած։ Իսկ եթե տվյալները բացում եք, տեսնում եք ձեր ամեն ինչ կատեգորիկ է, Catboost օգտագործելը կարող է լավ միտք։ Եթե խարախշտիկ է, ես պետք է գնալ IGBM կամ XGBoost օգտագործել, էլի։ Իրենց մոտ մի հատ հետարքիր բան որ անում են, ճիշտ հետարքիր բաներ կարող անեն, բայց մի հատ որպես նոր ծառի միջոց եթե անցնենք, իրանք օգտագործում են symmetric կամ oblivious կոչվող ծառերը, որոնք որ ամեն մի սպլիտի վրա նույն հարցն են տալիս։ Այսինքն իրենց շատ արագ ու հեշտ է գտնել, ու իրանք ավելի պրիմիտիվ են, դրա համար ավելի շատ ոնց որ ռեգուլարիզացվում են, իրենց այդ սիմետրիան որ ստիպում ենք ավելի տենց բալանսավորված հասարակ ծառեր աբերում։ Ինքն ինչ են անում, օրինակ առաջինում կիսեցի տարիքը մեծահավասար 30-ով, հաջորդ տեղում նույն ձևով եմ կիսում։ Տարիքը 40-ից մեծ է թե չէ, ու բանը 40-ից մեծ է թե չէ։ Այսինքն ես իմ կիսումները որ անում եմ, իսկ ունի այս տարածքը, տարիքը 30-ից մեծ է նայեցի։ Հիմա այս ձախ ու աջ կտորների վրա երկուսն էլ այսպես եմ կիսելու։ Չի լինելու որ մեկ օրինակ կիսեմ տարիքը 20-ից մեծայով, մյուսը այսա սրանից մեծայով։ Կամ ընդհանրապես մեկը ուրիշ սյունով կիսեմ, բաց չէ, էլի։ Այդպես բաներ չի անում, ու դրա համար շատ ավելի արագ ու հեշտ է դառնում։ Ու կատեգորիկ սյուների դեպքում էլ մի քիչ ավելի սազական է դառնում իրան, էլի, որովհետև ոնց որ այս դասով, այն դասով կիսել։ Հա, հիպերպարամետրերի հետ կապված ոնց որ կա մեր մոտ այն ավանդական ինչքան սյուն օգտագործենք, ինչքան տող օգտագործենք, ավանդական բաներից, ասենք լամդաների արժեքներ ռեգուլարիզացիայի համար, ինչքան gain լինի որ կիսվենք, տերևների հետ կապված, learning rate-ը տարբեր անուններ ունեն բաները, բայց ամեն դեպքում միտեղ էտա է, միտեղ ալֆայի կարգեր learning rate եւ այլն, բայց պատմությունը իրանց նույնն է, այստեղ ինչ վատ է դրած բանը։ Բայց հա, ավելի առաջնային է սկզբում estimator-ների քանակը ճիշտ ընտրելը, կարելի է early stopping-ի օգնությամբ էլ դա հասկանալ։ Հետո արդեն learning rate բամանի հետ խաղալ, եթե պետք լինի complexity, տուդի։ Ավելի հաճախ, բայց բան ենք օգտագործում էլի, զուտ հիպերպարամետր tuning-ով բզբզում ման գալիս էլի Bayesian-ով իրենց։ Մեկ էլ երկու հատ բան, որ կարանք հավելյալ ծառերի մեջ ներառենք, բոլոր ծառերի էլի, ոչ թե ինչ-որ կոնկրետ բանի, դա մեր ունեցած գիտելիքները մոդելի մեջ մտցնելն է։ Մի հատ բանը դա մոնոտոն սահմանափակումներն է, այսինքն feature-ը երբ որ մեծացնեմ, պետք է իր ազդեցությունը ավելի մեծ արժեքան, դրական ազդի։ Փոքրացնեմ պետքա բացասական ազդի։ Օրինակի համար ես գիտեմ, որ քառակուսի մետրերը, որ մեծանում է տան, պետքա անպայման գինը մեծանա։ Չի կարող այսպես ինչ-որ պատմություն լինի։ Կարող է տվյալները ինչ-որ պատճառով տենց բան ցույց չտան, բայց ես գիտեմ, որ աշխարհը տենց է աշխատում։ Ես հիմա կարող եմ իմ գիտելիքը իր մեջ պարտադիր դնեմ։ Իրան ասեմ, որ ես քեզ պարտադրում եմ, որ եթե ասենք բանը մեծանում է,
տան չափը մեծանում է, պետքա գինն էլ մեծանա։ Եթե քո կիսելը նենց է լինում, որ ինքը պետքա գինը նվազացնի, այդ հաշվի չենք առնում այդ կիսելու ձևը։ Այսինքն իրեն սահմանափակում լինի։ Կամ օրինակ կարանք interaction-ների անալիզենք, ասենք, գիտես ինչ պարտադիր, երբ որ դու նայում ես տան տեսակը, բարձրահարկ ցածրահարկ, պետքա նաև իրան հաշվի առնես բանի հետ միասին, ռեգիոնի հետ միասին։ Կամ օրինակի համար հակառակ օրինակ, երբեք պետքա բարձրահարկա թե ցածրահարկա, պետքա հաշվի չառնվի, թե չգիտեմ, տների գներից այդքան լավ ճուղ չընտրեցի օրինակ վերելու համար, բայց մի խոսքով ինչ որ ուրիշ բանի հետ է, կարանք պարտադրենք, որ իրար հետ չմիավորես այս երկու բաները, կիսելու երկու ձևը իրար հետ միասին չկիրառես հանկարծ։ Կարանք տենց բաներ ավելացնենք, որ գուցե եթե նույնիսկ մոդելի որակը չբարձրացնի, առնվազն ինքը կավելացնի ոնց որ մոդելին վստահությունը, էլի։ Եթե մենք կլիենտին մոդել տանք ու ասենք, գիտես ինչ, երբ որ քառակուսի մետրեր մեծանում է, գինը մեծանում է, բայց այս 20-ից 30 քառակուսի որ դառնում է, այդ պահում մի քիչ նվազում է, ինքը կասի ինչ ես խոսում ընդհանրապես, ոնց կարող է տենց բան լինի։ Մենք կասենք, դե ճիշտ ես ասում, բայց դե հիմա տվյալների մեջ տենց է օրինաչափություն է եղել, նա ինչ մոդելը տենց է սովորել, ինքն է կասի ինձ հետաքրքիր չի մոդելը ոնց է սովորել, պետք է իրական աշխարհի լոգիկայի հետ բռնի։ Դրա համար sense բաները օգնող են լինում, էլի։ Հա, իրանց վրա կարանք էլի feature importance-ներ նայենք նույն սկզբունքով, բայց վստահելի չեն, shop map օգտագործենք փոխարենը, ծառերի համար հատուկ tree shop կա, shop-ը թե ինչ է, հետո կնայենք։ Բայց հա, բաներով նման են իրար, API-ներով բավականին նման են իրար, կարանք ամեն ինչ ոնց որ խոսում էինք, ասենք կլասիֆիկացիայից էինք խոսում կամ ռեգրեսիայից, բայց նույնիսկ կարա գնա ընդլայնվի բարձրաչափ դեպքեր կամ հատուկ օրինակ սորտավորելու խնդիրների համար, ռենքինգի խնդիրներ, իրանց վրա կա նույն ձև, ասենք բանի բալանսավորման հարցը լուծելու հարցը կա, ու տենց մի խոսքով սա գործիքները նույն ձև կիրառվում են մեր մոտ, էլի։ Իրանց բացական կողմերից է, որ ոնց որ ծառերի նույն բացական բաներ են, էքստրապոլացիա չկա։ Այստեղ տվյալները գիտեմ, ինձ գնացի տվյալներից դուրս պետքա պրոստը սենց անեմ։ Իրանց պետքա լավ թյուն անել։ Հա, կարա ի սկզբանե դեֆոլտ արժեքները լավը լինի, բայց մի հատ նորմալ hyperparameter search-ը պետք անել։ Boosting-ի վատերն է, որ ինքը հաջորդական է, այդքան զուգահեռ չեն կարող անենք ինչքան forest-ը, բայց կարանք boosting-ի մեջի մի ծառի մակարդակով կտորները զուգահեռ անենք գոնե։ Մի հատ ինչ որ խնդիրների դեպքում մեծ խնդրեմ է նա, որ չկա online learning-ը։ Այսինքն եթե թազա տվյալ ստացա, չեմ կարող պրոստես մի հատիկ տվյալի վրա պարամետրերը թարմացնել, որովհետև պարամետր չկա։ Ծառերը ոչ պարամետրիկ մոդելներ են։ Պետքա բռնեմ նորից սաղ մոդելը սաղ տվյալներով աշխատացնեմ, որ բան։ Այսինքն եթե օրինակ մեր production-ում բան ունենք, ծառային մոդել ունենք, ավելի հավանական է, որ ինչ որ մի երկու ամիսը մեկ կբռնենք իրան լրիվ ծերից ծեր նորից train կանենք, ուսումնասիրենք, քանց թե loop կունենանք, որ ասենք ամեն օր թազա մոդել ունես տա, էլի։ Չենց մեկ հատեղ պրակտիկա առումով էլի խնդիրներ է գալիս, բայց մի խոսքով հա, իրանք ոնց որ ավශ්‍යակային տվյալների դեպքում են շողում։ Մեր մոտ օրինակ պրոյեկտ ա եղել, որ նկարների վրա հետագայում կասնենք ինչ որ տարբեր կերնելներ են կիրառել, իրանցից ստացել ենք ավශ්‍යակային տվյալներ, հետո ավශ්յակային տվյալների վրա IGBM ենք արել, այսինքն նկարների վրա ենք աշխատացրել ըստեյության իրան, բայց դա եղել է խելացի տրյուկով, որը բերել է դեպի ավශ්յակային տվյալներ, հենց ինքն իրանով եթե պիքսելների արժեքները բռնեմ ու փորձեմ աշխատացնեմ, boosting-ը լավ չի աշխատելու։ Այդտեղ արդեն ցանցերն են սկսում շողալել իմ մեր մոտ։ Այսինքն բարձրաչափ, շատ սպարս, այսինքն այնպես լիքը ինտերվալներում արժեք չունեցող բաների վրա են լավ աշխատում։ Չգիտեմ ում հետաքրքիր կլինի, բայց իրանց խորերը կալիբրովկա արած չեն նաև հաճախ լինում, պետք է կալիբրացիայով անցկացնել դեպի կարևորա։ Բայց եթե ունենք tabular data, գնացինք boosting։ Այդ ոնց որ որպես bootmap-ի օրենք էլի միանգամից։ Կամ forest-ը կարա լավ աշխատի, էլի պարտադիր չի, բայց գնացինք ծառային, առնվազն այդքանը կարամ ասեմ։ Դա լավ, մեկ էլ ensemble-ի մյուս միտքն է, որ մինչև այս ոնց որ հստակ լոգիկայով ենք միավորում իրար, միջին ասնել։ Մյուս ծառը հաջորդի սխալը ուղի եւ այլն եւ այլն։ Բայց կարա նաեւ մոտեցում լինի, երբ որ ունենք բան։ Օրինակ դա տվյալներից սարքեցինք 3 հատ մոդել, ու այս ամեն մի մոդելը գուշակություն տես։ Սա 0.8 տալիս, սա 0.4, սա 0.3։ Բռնենք ասենք դե արի մի հատ մոդել սարքենք, որ կսովորի ամեն մեկի բանը ոնց ներառի։
Մենակ ասի 0.9 անգամ 0.8 գումարը 0.4 անգամ եւ այն, այսինքն ես սա վերցնեմ որպես իմ x-էր ու իմ թիրախը պահեմ որպես y ու սարքեմ մի հատ նոր մոդել, որ կսովորի ոնց միավորել այս մոդելները։ Սա վատայնն է, որ մենք ունենք լիքը մոդելներ միանգամից, էլի, ու ինչ որ բավականին քիչ սյուժետներ ա, որտեղ որ այդքան ավելի շատ գլխացավը այնքան որակային տարբերության բերի, որ ասենք դե լավ, եկեք օգտվենք այս stacking-ից։ Stack անել ոնց որ իրար գլուխ մոդելներ սարքել, էլի, stack։ Բայց ամեն դեպքում գաղափարի մասին արժի իմանալ ու այդ մոտեցումը, որ ինչ որ կտորներ աշխատեն, կտորների բաները միավորվեն, ինչ որ ձևով էլի կիրառվելու է մեր մոտ։ Այնտեղ լինելու է օրինակ նեռնային ցանցեր բանում, լեզվական մոդելներում կամ mixture of experts կոչվածը, որ օգնելա արագությունը LLM-ների շատ մեծացնել, որտեղ որ հենց եթե շատ-շատ մակերեսային ասենք, օգտվում են բանից, որ ոնց որ տարբեր խնդիրների համար տարբեր կտորներ են աշխատում, ասենք կա ցանցի մաս, որը որ մաթեմի վրա է կենտրոնացած, կա որ ծրագրավորման վրա է, չգիտենք որ հենց տենց է բաժանված չէ, բայց այդ միտքը, որ այդ գուշակություն անող կտորում տարբեր բաներին տարբեր ձևերով քաշ տանք, ինքը նորմալ տենց տեղին միտք է, էլի, բայց հենց տենց ուղիղ ձևով, օրինակ եթե ես ունեմ LightGBM-ի հետ խնդրեմ, ես չեմ ասի, արի բռնեմ 3 հատ մոդել սարքեմ, հետո 4-րդ մոդելը սովորի սա իրար միավորել։ Ես կասեմ, ինչի ունեմ ես LightGBM-ի հետ մոդել, արի խնդրեմ, արի գնամ մտածեմ։ Բայց դե միտքը պետք է Leakage-ի հետ կապված նկատություններ, բանան, սկալա շատ չխորանալ պրինցիպի։ Կան նաև ավելի տենց ընդհանուր իրա voting ու blending կոչվածները։ Blending-ը այնա, որ տենց լրիվ առանձին դատասեթի վրա են կիրառում, որ տվյալների արտահոսք չլինի, որտեղ ոնց որ ամեն դեպքում այս մոդելները, որ սարքել եմ, իրանք այս տվյալները տեսել են։ Հիմա եթե ես տեսած տվյալներով մոդելներ սարքեմ, այս նորին ինքը արդեն եղած տվյալներից բաներ է տեսել, էլի արտահոսք, blending-ի դեպքում ինքը լրիվ նոր մաքուր տվյալներ է օգտագործում։ Իսկ voting-ը նա որ ասում է, պետք չի մեզ ինչ որ թազա մոդել, որ կսովորի ոնց գուշակել, մենք ուղղակի ես մի քանի հատ մոդելների բանը իրար կմիավորենք ինչ որ ձև, օրինակ բան կանենք։ Անիչա։ Օրինակի համար քաշեր կտանք, այդ քաշերով կգումարենք մեր իմացած լոգիկան։ Կամ ինչ որ if-եր կունենանք։ Այսա օրինակ ավելի պրակտիկա։ Մենք մեր պրոյեկտ եղելա, որ բան ունենք, ինչ որ տեքստերի միջև համատուտ պետք է մոտիկություն հաշվել, այդ լավ շուտվող պրոյեկտը, միջև GPT գմփալ բանանը։ Ունենք մի հատ մոդել, որ կոսինուսային հեռավորություններ հաշվում, մի հատ մոդել ունենք, որ keyword-ներ է դուրս բերում, այսինքն բանալի բառեր, այդ բանալի բառեր, իր այս բանալի բառը ինչ որ մեր ունեցած համատության համար դոկումենտի բանալի բառերի մեջ այդ երկու բազմությունների հատումներ հաշվում, ինչքան շատ բան է համընկնում, էլի բանալի բառ։ Ու ինչքան մոտիկ են վեկտորները բանով, այդ երկու մոդելը իրար հետ միասին օգտագործում ենք, որ գնահատենք, թե ընդհանուր մոտիկությունը ինչքան է։ Այդ ձևով օգտագործել ենք։ Միտք ունեցել ենք բռնենք սարքենք մոդել, որ այս երկուսը իրար հետ կմիավորի կանին, բայց ասել ենք չէ, րոպերը բոռա։ Ուրիշ տեղ ունենք ռեսուրս կենտրոնացնելու կարծիք, այդպես գցել ենք մի կողմ միտքը, բայց ամեն դեպքում իրան իմանալ արժի, էլի։ Իրականում մենք մի քիչ լայն ենք գնում ամեն ինչի մեջ։ Այդ չի նշանակում ամեն ինչ օգտագործելու եք, էլի։ Զուտ բանն է, որ ոնց որ եթե մեր անցածի 60%-ը օգտագործելու, տարբեր դեպքերում տարբեր 60% լինելու, էլի։ Դրանով ավելի լիքը բան իմանանք, որ դիտարկեք ու բացառեք, ասեք, չէ, սա չեմ անում, բայց պետք է իմանաք դրա մասին, էլի որ կարողանաք ասեք, չէ, դա չեմ անելու։ Հա, եթե ինչ որ հարց չկա, կարամ մենակ խնդրեմ, որ տնայինը նայեք, կայքում դրած կա, իսկ տնայինը ժողովրդության իրականում ամեն մի տնայինը, ոնց որ ես ինչ որ կոնկրետ բաներ գրում ենք պլոդի հետ, բայց ամեն մի տնայինը զուտ եղածը կիրառեք դատասեթի վրա։ Սա է դա։ Եղածը ասելս ինչը, ինչքան հնարավոր է շատ բաներ է, էլի։ Իդեալական տնայինն է, պրոստը վերցրեք այս դատասեթը, իր վրա ստացեք լավագույն հնարավոր արդյունքը։ Ինչ իմաստով լավագույն հնարավոր, բոլոր հնարավոր իմաստներով։ Այ դրա վրա որ տանջվեք, այդ լինելու է շատ լավ մարզվելու ձև։